Այս քրեական գործով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Մելիքսեցյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչում Միքայել Սրբազանին քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավորը հայտարարել է, որ խափանման միջոցը թողնում է նույն սահմանափակումներով, որից հետո սահմանել է լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29-ի ժամը 10:30-ին։ Դատավորը լրացուցիչ դատալսումների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդ դատական նիստը դատարան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Մելիքսեցյանը պետք է ազատվի այս քրեական վարույթին մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառք հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության օրենսգրքի 64 հոդվածի 3 մասի կանոնակարգումների համաձայն բացառքի հիմք հայտնի դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, հետևաբար իրավունք ունեն դատավորին բացառք այս փուլում։ Դատավորի կողմից խախտված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ 14 կետերի համաձայն, որոնք չեն մեծվելում, եւ 71-րդ կետի առաջին մասի համաձայն դատավորը պարտավոր է ինքնաբացառք հայտնել, եթե նրա գործողությունները նման հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի մարմնավորային կողմ։ Վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը եւ ժամը, ինչպես նաեւ կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Դատավորը վերդիկտ հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալսումների տարին, ամիսը, օրը եւ ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ նույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։ Օրենսդիրը այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում, ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը, ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ պահանջը, հետեւաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դա անում են ենթադրություններ, քանի որ օրենսդիրն այս գործողությունը կատարելու տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորն ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաեւ իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնաստանդարտության չուղարկելու, կալանքի ժամկետների երկարաձգելու, որոշման կեղծ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսօր խախտումով։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաջացան ինքնանավարության քրեական դատարանի դատավոր Արմեն Մելիքսեցյանը հայտնում են բացառ եւ խնդրում են այն ընդունել։ Պատվարժան դատարան, իրոք հարցածագում, ինչու է դուք նման խախտումներ դիտելիս։ Անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սևը սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ հեռացաք։ Լավ ուզում ենք հասկանալ, ինչն է, ինչն է խնդիրը։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանին ժողովրդական լեզվով ասած արև դիպչի։ Ինչն է խնդիրը։ Ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավարական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավել ևս դուք գիտեք, որ սա զգայուն քրեական գործ է եւ բոլորի ուշադրության կենտրոնում եք, դա միշտ է ձեզ ստիպում նման խախտումներ թույլ տալ։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք պնդելու, որ դուք ունեք խտրական վերաբերմունք։